Այսօր հոգևոր պատերազմ է, ասում ձեզ, եւ այս հոգևոր պատերազմը կհաղթի նա, որ կհամբերի մինչև վերջ։ Եվ նորից եմ ասում, այս ապազգային իշխանությունը մեջ թիգունք չկանգներ են եպիսկոպոսներին, չեր հասնելու այս օրին, ասեմ, եւ ասվածտա, որ արդարության պտուղները շուտով կքաղենք։ Եղավ։ Վեհապարը եւս շարունակում է խոնարհության հնազանդության կոչով այդպես է։ Այդ դեպքում տեսնում եք 10 եպիսկոպոսները, կարգալույս եղած քահանաները շարունակում են խորան բարձրանալ, պատարակ մատուցել, կրկի շարունակելու եք նույն ձև 10 եպիսկոպոսներին գուցե պետք է նրանց էլ կարգալույս անել, ինչ եք պլանավորում նրանց։ Ուրեմն տեսեք, ասպես պատարակ են անում, չէ՞, պատարակի ընթացքում հատ ասպես աղոտ կա, քահանան ասում է միլիցին սա իդադաբարտություն, ալի քավություն եւ թողություն մած առողջություն հոգվոյ ման, այսինքն ինչ որ անում են, սա դադաբարտելի է եւ Աստծո արչեւ եւ բնականաբար իր հոտի արչեւ, բայց ինչպես որ ասացի, ով կհամբերի մինչև վերջ, նա ինքը պետք է հաղթի։